Շատ հաճախ եք մենք ինքներս լսել, թե ինչ մեծ ուժի տեր է աղը, սակայն դրա ճիշտ օգտագործման եղանակները և նրա նշանակությունը շատ քչերը գիտեն։ Աղը հիմնականում էներգետիկ դաշտի ամենամեծ էներգետիկա բերող, վանող, օգտագործող, ինչպես նաև շատ մեծ նշանակություն ունեցող մաքրության համար մեծ դետալ է։ Աղը հիմնականում օգտագործվում է միայն խոշոր նպատակներով, որովհետև եթե մանր աղ է լինում, դա այդ էներգետիկան իր մեջ կուտակվում է և չի կարողանում բեկորաձիվ տարբերակով ինքը իր վրա վերցնել։ Ամենաառաջի տարբերակով միշտ աղը օգտագործել են որպես մաքրման մեթոդ և ցավը ի վրա վերցնելու և իր ցավը տալու, այսինքն հնում օգտագործել են թուղթ ու գիր անելու միջոցով, այժմ մենք օգտագործում ենք մաքրման տարբերակով։ Աղը ինչ են անում, հիմնականում վերցնում են ցանկացած լուցկու տուփ, մեջը դնում ենք պարտադիր 1 պտղունց խոշոր աղ, 2 դափնու տերև, 1 ասեղ և 1 մետաղադրամ և ասում. այն ամենը, ինչը բերում է ցավ, ինձնից հեռու տանի։ Այն ամենը, ինչը ինձնից տանում է ցավը, թող միշտ պահի։ Թող ինչպես դափնու տերևն է գումար բերում, այնպես է պաշտպան լինի ասեղի միջոցով, իսկ կոպեկը զա ռիտուալ, և պահում ենք 14 օր մեր անկողնու մոտ, որից հետո պարտադիր գցում ենք խաչմերուկի վրա ու ասում. ով ինձ ինչ արել է, իրան հետ գնա, ցավը անեծք ինձնից ու իմ ընտանիքից հետ տանի։ Դե ինչ, եղեք պաշտպանված, ավելի հետաքրքիր ինֆորմացիաներ կարող եք հետևել իմ Telegram ալիքում, Instagram-ում, Facebook-ում և YouTube-յան ալիքներում։